Երևանի քաղաքային իշխանությունները հանրային տրանսպորտի սակագինը բարձրացնելիս տրանսպորտային պարկի թարմացում էին խոստանում, պնդում, որ բարեփոխումներն առանց թանկացման հնարավոր չէ իրականացնել։ 5 ամիս էլ չի անցել, հիմա արդեն հայտարարում են, որ նոր տրոլեյբուսների ձեռքբերման գործընթացն ավարտին չեն կարողանում հասցնել։ Գերման գործընթացի շրջանակներում կնքված պայմանագրի արդյունքում Երևան համայնքի համար ձեռք են բերվել թվով 45 տրոլեյբուսները, սակայն պարոն քաղաքապետը հաշվի առնելով, որ դեռևս ֆինանսական միջոցները նախատեսված չեն, խնդրում եմ հանձնարարական ժամկետը որոշակի ժամանակահատվածով երկարաձգելու։ Զուգահեռ Երևանը միլիարդավոր դրամներ է կորցնում չգանձված տոմսերի պատճառով։ Գործակարգավարական նիստում ներկայացված տվյալները վկայում են։ Հունվարից մայիս ամիսներին ավտոբուսներով կատարվել է ավելի քան 1.8 միլիոն վավերացում, մետրոպոլիտենում մոտ 489,000, իսկ տրոլեյբուսներում ընդամենը 87,953։ Բացի դրանից ավելի քան 87,000 բացասական տարբերություն է արձանագրվել, այսինքն այդքան ուղևոր ինչ պատճառով չի վճարել ուղևորցը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ցանկանում է QR համակարգի թղթային տարբերակը վերացնելով խնդիրը կարգավորել։ Թղթային տարբերակով QR կոդերի, այսպես ասած, վերացումը պետքա ապահովենք այս ամառվա ընթացքում, հետեւաբար թելսալի մեր գործընկերների հետ հասկացեք, որ ամսվանից սկսած ամենայն հավանականությամբ երևի օգոստոսի 1-ից սկսած թղթային տարբերակով այլևս չպետքա գործի QR-ները։ Խնդիրներից մեկը մեր նաև դա է։ Մայրաքաղաքում ծախսերը կարող են գերակշռել եկամուտներին։ Քաղաքի սեփական եկամուտների հունվար-հունիս ցուցանիշը նախորդ տարվա 6 միլիարդ գերակատարումից անցել է թերակատարման։ Հիմնական պատճառներից մեկը տրանսպորտի թերհավաքագրումն է։ Եկամուտների հավաքագրման կատարողականը 94% է։ Թերակատարման չափը շուրջ 2 միլիարդ դրամ։ Թերակատարման հիմնական պատճառ է հանդիսացել փոխադրավարձի շուրջ 2.5 միլիարդ դրամ եւ նախագծման թույլտվության շուրջ 1.7 միլիարդ դրամ եկամուտների գծով թերհավաքագրումը։ Փաստացի խոստացած բարեփոխումներն ուշանում են, իսկ տրանսպորտային պարկում շարունակվում է շարժակազմերի անսարքությունը։ Ձգույցների համաձայն 40 ավտոմեքենա անսարք է, որից 10-ը ման մակնիշի ավտոբուսներ են։ Երևան ավտոբուսի ղեկավար Բեգլար Կիրակոսյանը պատճառաբանեց խնդիրը պահեստամասերի բացակայությունն է։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատեց, վիճակը ձգվում է արդեն կես տարի։ Եթե այս տեմպով էլի շարունակվի, այդ ընկերության հետ էլ չենք կարողանա ուղղակի շարունակել մեր համագործակցությունը, սա վերջնական եւ հստակ փոխանցեք։ Տրանսպորտի սակագինը 100 դրամ պահելու կողմնակից ընդդիմադիր ազգային առաջընթաց խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանին թերհավաքագրումները չեն զարմացնում։ Վստահ է թղթային QR-ների վերացումը խնդիրը չի լուծելու։ Լուծումը ինչպես այն ժամանակ հիմա էլ պնդում է 100 դրամ սակագնին վերադառնալն է։ Ավելի վատ կլինի։ Նախ դու այդ տեխնիկապես այդ ամբողջ համակարգը պետք է կայացնես, մի 5 անգամ փորձարկես, հետո նոր մտցնես այդ համակարգը։ Մեր ասածը դա է եղել այն ժամանակ ու հիմա էլ է դա։ Դուք փոխանակ այդ թանկացումից սկսեք, նախ իրան ավելի արդիականացրեք, ստացեք ամբողջական այդ 100 դրամով ամբողջ գումարները, ներհոսքը, տեսեք ինչքան գումար է ստանում, որտեվ կոպիտ ասած կանխիկ արանքից դուրս է եկել, հետո նոր մնացած արեք։ Հիմա փաստորեն իրանք պրավալ են տվել, մեզ էլ ասում են, բա գիտես, մանը չեն կարում առնենք, ավտոբուս չեն կարում առնենք, մեր ներհոսքը քիչ է։ Թորոսյանը խնդիր է տեսնում քաղաքային իշխանության կատարած ծախսերի մեջ, իսկ ընդհանուր քաղաքային եկամուտների թերհավաքագրումները վատ վարչարարությամբ ու հարկերի բարձրացմամբ է պայմանավորում։ Պետք է նաև փաստենք, որ տարբեր ոլորտներում հարկային պարտավորություններ են շատանում եւ մարդկանց գործերը լավ չի։ Մեր փոքր միջին բիզնեսի գործը լավ չի։ Ինձ ցույց տվեք մի հատ կազմակերպություն, որը որ օրինակ Հյուսիսային պողոտայի կամ բուլվարի հատվածի կաֆե չի, մենակ այդ կաֆեներն են աշխատում, ընդել շատ հասենք մաքսիմում 1000 հոգի ամեն երեկո այցելում։ Ուրիշ մի հատ բիզնես ինձ ցույց տվեք, արտադրող, տրանսպորտային, տուրիստական, որը տենց լավ պլյուսի մեջ է ու կարա գլուխով է, որ ինքը իրանով կարողանում է լիքը փող աշխատել։ Հավաքանու ընդդիմադիր անդամը կարծում է, որ քաղաքային մի շարք քաղաքներում ծախսերը պատշաճ չեն կատարվում։ Իրենց ունեցած փաստերը ըստ Թորոսյանի վկայում են, որ գնումները եւ ծախսերն իրականացվում են ոչ օպտիմալ ձևով։ Մտադիր են այս հարցերի ուսումնասիրության համար դիմել, որ քննիչ հանձնաժողով ստեղծվի։